1961 թվականին Յուրի Գագարինի թռիչքը գիտության պատմության մեջ կարևոր իրադարձություն էր, մարդկության համար բացելով նոր հորիզոններ։ Ապոլոն ծրագիրը և տիեզերքի հետագա հետազոտությունները քանդեցին հին կրոնական համոզմունքները, փոխելով տիեզերքում մարդու տեղի մասին մեր պատկերացումները։ Գիտությունը շարունակում է ճեղքել սահմանները, բացելով մեզ համար նոր հորիզոններ ուսումնասիրելու համար։ Ողջույն, ձեր հետ այսպերքն է։ Շուտով ապրիլի 12-ն է տիրազիագնացության օրը։ Այս տեսանյութում անդրադառնալու եմ դեպի տիեզերք թռիչքին և իր այն տվեց մարդկությանը։ Բաժանորդագրվեք այսպեր կարիքին և մենք սկսում ենք։ Առաջինը անդրադառնամ Գագարինի դեպի տիեզերք թռիչքին։ 1961 թվականին Յուրի Գագարինի թռիչքը ոչ միայն մեկ մարդու անձնական ձեռքբերումն էր, այլև գիտության, տեխնիկայի և մարդկային վճռականության հաղթանակի իսկական խորհրդանիշ։ Դա դարաշրջանային իրադարձություն էր, որը ընդմիշտ փոխեց պատմության ընթացքը։ Այդ պահին պարզ դարձավ, որ գիտության և տեխնոլոգիաների օգնությամբ մարդկությունն ի վիճակի է հաղթահարել ամենաբարդ խոչընդոտները։ Գագարինը դարձավ առաջին մարդը, ով վաստոկ առաջին տիեզերանավով կատարեց ուղեծրային թռիչք Երկրի շուրջը։ Նրա թռիչքը տևեց ընդամենը 108 րոպե, բայց այդ ընթացքում նա անցավ մի ճանապարհ, որը մի քանի տարի առաջ անհնար էր։ Այդ ժամանակ 1961 թվականին աշխարհը սառը պատերազմի մեջ էր, և տիեզերական մրցակցությունը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև հատկապես բուռն էր։ Տիեզերքում Խորհրդային Միության հաղթանակը քաղաքական կարևոր իրադարձություն էր, բայց ավելի կարևոր է, որ Գագարինի թռիչքն ապացուցեց, որ գիտությունն ու տեխնոլոգիան կարող են լուծել խնդիրներ, որոնք նախկինում համարվում էին գիտաֆանտաստիկ։ Գագարինը, այս համեստ և խիզախ մարդը, դարձավ ոչ միայն իր երկրի հերոսը, այլև ոգեշնչող ուժ ողջ աշխարհի համար, խորհրդանիշ այն բանի, որ գիտական հետազոտություններն ու մարդկային ջանքերը կարող են իրականություն դարձնել երազանքները։ Գագարինի թռիչքը ցույց տվեց, որ մարդը գիտելիքով և տեխնոլոգիայով կարող է ոչ միայն ուսումնասիրել իրեն շրջապատող աշխարհը, այլև հաղթահարել իր գոյության սահմանները։ Դա գիտության հաղթանակն էր սահմանափակումների նկատմամբ, բանականության հաղթանակը, որը նոր դարաշրջան բացեց մարդկության պատմության մեջ։ Գագարինն ապացուցեց, որ մարդկային հետաքրքրասիրությունն ու գիտելիքի ձգտումը սահման չունեն, և որ չնայած բոլոր խոչընդոտներին, գիտությունն ու մարդկային ոգին ունակ են հասնել աննախադեպ բարձունքների։ Իսկ հիմա անցում կատարենք դեպի լուսին թռիչքին։ Ապոլոն ծրագիրը տիեզերագնացության պատմության մեջ ամենանշանակալից և հավակնոտ նախագծերից մեկն էր, որը շարունակեց այն առաքելությունը, որը սկսել էր Գագարինի և տիեզերական այլ հետազոտողների թռիչքներով։ 1969 թվականին մարդու առաջին տիեզերական թռիչքից ընդամենը 8 տարի անց Ապոլո ծրագիրը ավարտվեց լուսնի վրա մարդու պատմական վայրէջքով։ Տիեզերագնացներ Նիլ Ամսթրոնգը և Բազ Օլդինը դարձան առաջին մարդիկ, ովքեր ոտք դրեցին լուսնի վրա, և նրանց հայտնի խոսքերը «Դա մեկ փոքր քայլ է մարդու համար, մեկ հսկա թռիչք մարդկության համար» դարձավ գիտության, տեխնիկայի և մարդկային վճռականության հաղթանակի խորհրդանիշը։ Ապոլոն նախագիծը ոչ միայն նվաճում էր տիեզերքի հետազոտման մեջ, այլև իսկական բերկում տեխնոլոգիաների, ֆիզիկայի և այլ գիտությունների ոլորտում։ Դա փորձ էր ոչ միայն հասնել լուսին, այլև դա անել մարդկանց համար ամենաառավելագույն անվտանգությամբ, չնայած հսկայական թվով անհայտ գործոններին։ Այս նախագիծը ցույց տվեց, որ մարդն ընդունակ է ոչ միայն ճանապարհորդել տիեզերքում, այլև հաղթահարել նոր սահմաններ, ուսումնասիրել այլ մոլորակներ և երկնային մարմիններ։ Լուսնի վրա վայրէջքը ոչ միայն նոր հորիզոններ բացեց գիտության համար, այլև մարտահրավեր նետեց տիեզերքի մասին հին գաղափարներին, մասնավորապես այն գաղափարին, որ Երկիրը աշխարհի կենտրոնն է, իսկ մարդը նրա ամենաբարձր ստեղծագործությունը։ Ապոլոնի նախագծի շնորհիվ հնարավոր դարձած գիտական առաջընթացը շարունակեց կոտրել պատնեշները և փոխել տիեզերքում մեր դերի մասին պատկերացումները։ Իսկ դուք ինչպես եք կարծում, հաջորդը ո՞ր մոլորակի վրա մարդ կթռչի։ Գրեք ձեր կարծիքը
մեկնաբանություններում, իսկ մենք շարունակում ենք։ Գագարինի թռիչքն ու լուսնի վրա վայրեջքը ոչ միայն գիտատեխնիկական ձեռքբերումներին, այլև կարևոր պահեր, որոնք կասկածի տակ դրեցին մարդու և տիեզերքում նրա տեղի մասին բազմաթիվ կրոնական գաղափարները։ Դարեր շարունակ կրոնը սովորեցրել է, որ երկիրը տիեզերքի կենտրոնն է, և մարդն առանձնահատուկ տեղ է գրավում նրա կառուցվածքում, որ երկինքը հաստատություն է և կարծր, որ Աստված նստած է տիեզերքում և այլն։ Սակայն գիտական հայտնագործությունները, ինչպիսիք է տիեզերական թռիչքը և լուսնի վայրեջքը, կոտրել են այս դոգմաները։ Երբ Գագարինը առաջին անգամ գնաց տիեզերք, նա տեսավ երկիրը որպես փոքրիկ կապույտ գունդ, որը պտտվում էր տիեզերքի հսկայական տարածությունում։ Այս պատկերը խիստ հակադրվում էր երկրի որպես ամեն ինչի կենտրոնի մասին կրոնական պատկերացումներին։ Պարզվեց, որ տարածությունն այնքան ընդարձակ է, որ մարդկային գոյությունը դրանում սկսեց ամենևին այնքան բացառիկ չթվալ, որքան նախկինում կարծում էին։ Նման ընկալումը կարող է խաթարել այն գաղափարը, որ երկիրը ոչ միայն տիեզերքի կենտրոնն է, այլև Աստծո կողմից ընտրված վայր։ Լուսնի վայրեջքը 1969 թվականին հաջորդ քայլն էր հին պատկերացումները քանդելու համար։ Մարդիկ, ովքեր առաջինը ոտք դրեցին լուսնի վրա, ապացուցեցին, որ ոչ միայն երկիրը, այլ նաև այլ երկնային մարմինները հասանելի են հետազոտության համար։ Սա կասկածի տակ դրեց երկրի սրբության և նրա բացառիկության մասին հնագույն գաղափարները, քանի որ մարդը սկսեց ուսումնասիրել այլ աշխարհներ։ Գիտական նվաճումներ, ինչպիսիք են Գագարինի թռիչքը և Ապոլոն ծրագիրը, ցույց տվեցին, որ մարդկային գիտելիքներն ու տեխնոլոգիաները կարող են դուրս գալ աշխարհի ավանդական պատկերացումներից։ Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ կրոնական ուսմունքները, որոնք վաղուց սահմանափակել են տիեզերքի մեր ըմբռնումը, անհամատեղելի են նոր գիտական հայտնագործությունների հետ, որոնք մեզ կանգնեցնում են տիեզերքի հսկայական տարածությունում մարդու դիրքի վերաբերյալ բոլորովին այլ տեսակետի հետ։ Տիեզերական հետազոտությունը մարդկության համար նոր հորիզոններ է բացել ֆիզիկայի և ճարտարագիտության մեջ, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել է տիեզերքի և նրանում մարդու տեղի մասին մեր պատկերացումները։ Յուրաքանչյուր նոր հայտնագործությամբ, լինի դա լուսնի, Մարսի կամ հետավոր մոլորակների հետախուզում, մենք ավելի ու ավելի ենք գիտակցում, որ որքան ընդարձակ և չուսումնասիրված է մեր շրջապատող աշխարհը։ Գիտական առաջընթացը, որը հնարավոր է դարձել տիեզերական ճանապարհորդության շնորհիվ, առաջ է բերում այն սահմանները, ինչ մենք կարող ենք ուսումնասիրել և հասկանալ։ Արտաքելությունները, ինչպիսիք է տիեզերական աստղադիտակների, ներառյալ Հաբլի արձակումը կամ Մարսի մակերևույթի ռոբոտային հետազոտությունը, մեզ զարմանալի տվյալներ են տվել տիեզերքի հեռավոր վայրերի մասին։ Մենք սկսեցինք տիեզերքը դիտել որպես դինամիկ համակարգ, որտեղ տեղի են ունենում աներևակայելի գործընթացներ, աստղերի ծնունդից մինչև սև խոռոչների ձևավորում։ Այս հայտնագործությունները ոչ միայն փոխում են տիեզերքի մեր պատկերացումները, այլև նոր հարցեր են առաջացնում տիեզերքի այլ վայրերում գոյություն ունեցող իրադարձությունների և կյանքի բնույթի վերաբերյալ։ Տիեզերքը մեզ համար դարձել է ոչ միայն հետազոտության առարկա, այլև ոգեշնչման աղբյուր։ Նոր էքսոմոլորակների հայտնաբերումը բնակելի գոտում, որտեղ կարող են կյանքի պայմաններ լինել, ստիպում է մեզ մտածել երկրից դուրս կյանքի հնարավորության մասին։ Այս գաղափարը, որը մինչև վերջերս ֆանտաստիկ էր թվում, այժմ ընկալվում է որպես իրական գիտական վարկած։ Յուրաքանչյուր նոր բացահայտում ընդլայնում է մեր հորիզոնները ոչ միայն գիտական, այլև փիլիսոփայական իմաստով։ Մենք սկսում ենք հասկանալ, որ տիեզերքը շատ ավելի մեծ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք, և որ մեր տեղը նրանում ավելի մեծ պատկերի միայն մի փոքր մասն է։ Տիեզերքը մեզ համար բացում է ոչ միայն անհայտ աշխարհներ, այլև նոր հնարավորություններ հասկանալու ինքներս մեզ, մեր քաղաքակրթությունը և մեր ապագան։ Գիտության և տիեզերքի ապագան շարունակում է ոգեշնչել մեզ նոր բացահայտումների և հայտնագործությունների համար։ Տիեզերական մրցավազքը չի ավարտվել Գագարինի թռիչքով ու լուսնի վրա Ապոլոնի վայրեջք կատարելով։ Ընդհակառակը, այս իրադարձությունները միայն սկիզբն էին մի նոր փուլի, որտեղ մարդկային հավակնություններն ու գիտական հետազոտությունները ձգտում են էլ ավելի հավակնոտ նպատակների։ Այսօր մենք կանգնած ենք նոր մեծ ձեռքբերումների շեմին։
ինչպիսիք է Մարսի հետախուզումը, միջաստղային ճանապարհորդության տեխնոլոգիաների զարգացումը և այլ մոլորակների վրա գաղութների ստեղծումը։ Ամենահուզիչ նախագծերից մեկը մարդկանց Մարս ուղարկելու ատաքելությունն է, որը նախատեսված է առաջիկա տասնամյակների համար։ Հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից գիտական զարգացումները, ինչպես նաև Մարսի հետախուզումը ռոբոտային արշավների միջոցով, աստիճանաբար մեզ մոտեցնում են այս նպատակին։ Հնարավոր է, որ ապագայում մարդկությունը սկսի բնակեցնել այլ մոլորակներ, ընդլայնելով իր հորիզոնները, բացելով գոյության նոր հնարավորություններ։ Բացի այդ, տիեզերքի հեռավոր շրջանների հետախուզումը, ինչպիսիք են ավելի հզոր աստղադիտակներ գործարկելու և էկզոմոլորակների ուսումնասիրման նախագիծերը, բացում է մեր մոլորակից դուրս կյանք փնտրելու հեռանկարներ։ Այս առաջընթացները ոչ միայն կշարունակեն մարտահրավեր նետել տիեզերքում մարդու տեղի մասին հին գաղափարներին, այլև նոր մարտահրավերներ կառաջացնեն գիտության և գիտության փիլիսոփայության համար։ Մենք ավելի ու ավելի ենք մոտենում հասկանալու, որ մենք տիեզերքի կենտրոնը չենք, այլ հսկայական և բազմազան տիեզերական համակարգի մի մասնիկն ենք։ Տիեզերքը, որը ժամանակին անհասանելի էր թվում, այժմ հայտնվում է որպես մեր բացահայտումների և մարդկային հետագա աճի հնարավորությունների տարածք։ Գագարինի թռիչքը և Ապոլոն ծրագիրը ընդմիշտ փոխեցին աշխարհի մեր ընկալման ձևը, ցույց տալով, որ գիտությունն ու տեխնոլոգիան կարող են կոտրել հին սահմանները և բացել նոր հորիզոններ։ Տիեզերքը դարձել է ոչ միայն հետազոտության առարկա, այլև ոգեշնչման աղբյուր, ստիպելով մեզ նոր հայացք նետել տիեզերքում մարդու տեղի վրա։ Մենք կանգնած ենք նոր բացահայտումների շեմին, որոնք կշարունակեն ընդլայնել մեր գիտելիքներն ու հնարավորությունները։ Գիտությունը, հետազոտության ձգտումը կշարունակեն փոխել աշխարհը, նոր հորիզոններ բացելով մեզ համար։ Հավանեցիք տեսանյութը, ուրեմն կիսվեք այն ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ դիտեն։ Բաժանորդագրվեք այս պետկարիքին, որպեսզի բաց չթողնեք նոր և հետաքրքիր վիդեոները։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը և լայքը չմոռանաք։ Կհանդիպենք։